Բարև ժողովուրդ ջան, այսօր ամեր թեման Գոնջորյան ավետն է եւ իր հերոսությունները։ Ուրեմն ուզում եմ խոսամ սրանց այս վաղշե մարդ տեսակի մասին։ Չգիտեմ սրանք ինչ երևույթներ են, բայց ինքն ու աղբերը կոնկրետ sense ասել։ Ուրեմն շուտով կանդրադառնամ ինչի համար եմ սրանց մասին sense արտահայտվում երկու աղբոր մասին։ Այս Ավետ Գոնջորյանը, որ ժամանակին հետը շփվել է, նաև շփվել է մի հատ լավ մարդ տեսակի հետ, շնորհակալ եմ Աստծուն, որ ճանաչել եմ Նայիրի Հակոբյանին, այո, Նայիրին մի հատ շատ հոյակապ անձնավորություն է, մի 20-30 անգամ իրար հետ միասին հաց ենք կերել, միգուցե եւ կարող ավել լինի։ Ուրեմն սրանք երկու աղբերով պարոն վարչապետ թաթախված են լիքը մոտ գործերի մեջ, որի մեջ նաև ես եմ թաթախված եղել, շին թույլտվություններ ես կողմ իհարկե ես սխալվեցի ընկնելով որոշ թիմակիցների խելքին, ես չպետք է մտնել դրանց տակ, բայց ժամանակ այս դրա մասին խոսամ, խի մտա ու ոնց մտա, ու որտեղ խաբվեցի, որտեղ գցվեցի, ու որտեղ մարդիկ էլի գցվեցին։ Դա իմ երկրորդական է, դրա մասով ես արդեն իմ պատասխանատվությունը կրել եմ ու դրա մասին ես հետո խոսամ։ Բացատրեմ թե ինչ ա եղել իրականությունը ու ովքեր են մեղավորները։ Բայց հիմա խոսանք Գոնջորյան ավետի մասին։ Ուրեմն Գոնջորյան ավետին մարդկանց մեկնավորում է բանսարկու, բամբասկոտ, կինալ մատա ոնց է բամբասեմ։ Ուրեմն որ այդ իմ գործերը խառնվում, այս Գոնջորյան ավետը գալիս է մեր խանութ, որտեղ աշխատում է իմ մայրը, իհարկե նաև կան աշխատողներ, եւ կան բարեկամներ, որ ներկա են եղել։ Տվյալ ավետ Գոնջորյանը գալիս է, թե բա ինձ ուղարկել է Հայաստանի Հանրապետության վարչապետը, երևի վարչապետին մի 4 անգամ ինքը կամ 5 անգամ մոտիկից տեսածել ինքան տեսած չգիտեմ, անձնապես որ ինքը շփված լինի այդ երևույթը, որի մասին որ ես խոսում եմ, թե բա ինձ ուղարկել է Հայաստանի Հանրապետության վարչապետը եւ իմ աղբերը տեղյակ է, ես եկել եմ Թաթուլը մեզ փող պետք է տա, մարդկանցից փող ա վերցրել, այդ փողը պետք է հետ տա։ Նախ եթե դու գիտես, որ դա այդտեղ կա հանցագործություն, դու իրավունք չունես գալու մեր խանութ եւ ինչ-որ մի բան պահանջատեղելու։ Քանի որ քու եղբայրը Հայաստանի Հանրապետության ազգային ժողովի հետ ժամանակ հանդիսանում էր Հայաստանի Հանրապետության ազգային ժողովի պատգամավոր, իսկ երկրորդ հերթին դու դրա մասին իմանալով հանդերձ ոչ թե պետք է գայիր ու մի 20 հոգով պետք է գայիր, դու պետք է ոստիկանություն հաղորդում տայիր, որ ես կատարել եմ հանցագործություն։ Բայց քանի որ գիտեք, որ ես այդ ամեն ինչի մեջ մենակ չեմ եղել, ու կան դեռ լիքը հարցեր, ու կան մարդիկ, որոնք որ այդ գումարները վերցրել են եւ հայտարարում են, որ ես իրենց յանամ թե տվել եմ պարտքով, դա արդեն իրենց հայտարարելուն է, իսկ օրենքից թվում է հավասար, ինչ չի թվում, այսինքն հավասար բոլորի համար։ Ու Ավետ Գոնջորյանը մայրիկիս ասում է, որ վերջը պետք է խանութը պարսկի տեղ կարգ մեզ։ Հիմա լսի, Ավետ Գոնջորյան, ես քեզ ինչ եմ ասում։ 100 տարվա սրիկա, 100 տարվա խափեփա, որը որ դու նաև դատապարտվել ես։ Այդ դու քանի գլուխ ունես որ գաս իմ խանութ։ Մի հատ էլ բարձրաձայն ես նման թեմաներ ու մի հատ էլ 10 Հայաստանի Հանրապետության վարչապետի անուն ազգանուն ու ասելա որ կոնկրետ ձեզ համար բա տալնելու։ Նաև կա հեռախոսազանգ, որը ես ասել եմ որ պահպանեն մերոնք, կա ձայնագրություն, որ այո ավետին զանգել են եւ ավետը զանգել է եւ ավետին հետ են զանգել, նաև կա այդ ձայնագրությունը, բայց պարոն վարչապետ, ես խնդրում եմ կամ չգիտեմ, որպես Հայաստանի Հանրապետության քաղաքացի, որպես ձեզ նվիրյալ անձ, ես դրա մասին նաև տեղեկացրած եմ եղել ձեզ, պարոն վարչապետ, նաև այլ կուսակցականի մասով եմ տեղեկացրած եղել ձեզ,
Էլի ազգային ժողովի պատգամավոր, շնորհակալ եմ, որ տվյալ անձին գծերից գցեցիք, շնորհակալ եմ, փառք Աստծու, որ ձեր մեջ կա այդ ուժը, որ կարում եք ում ոնց պետք է պատժել։ Այո, ձեզ շնորհակալ եմ, հպարտանում եմ ձեզ անով պարոն վարչապետ, ու կասեմ, որ Նայիրի Հակոբյանը և ՔՊ կուսակցության լիք անդամների, ասեմ, որ շատ հիանալի անձնավորություն է։ Ու նաև ուզում եմ մի բան հիշեցնեմ, Ավետ Կոնջորյանը, այո, այն մարդկանցից է, ով սիրում է մուտի տանել կոպիտ ասած, նաև իմ Ռոմանոսի մեջ գցեց կռիվ։ Ես ընկա պահի ազդեցության տակ, չգիտեմ, խի այդ պահի ազդեցության տակ ընկա, ասեմ, որ շնորհակալ եմ, որ ես գիտեմ, էլի եմ Նայիրի Հակոբյան, հիմա ես գիտեմ, ուժեղ արշավներ ա սկսվելու քո դեմ, որովհետև որոշ ՔՊ-ականներ, ովքեր որ իրանց հետ մուտ գործերի մեջ են, հիմա հարձակվելու են քեզ վրա։ Դու կլինես պատրաստ, մենք էլ, ովքեր որ կկարողանան, կպաշտպանենք քեզ ցավոտ տանել։ Ես ասեմ, որ դու շուտով հայտնվելու ես ուժեղ արշավի մեջ։ Կամ այն ինչ մնում է, որ հակակոռուպցիոնը ես չգիտեմ ոնց աշխատեմ կամ ինչ աշխատեմ, բայց կխնդրեմ հակակոռուպցիոնը, որպեսզի ուշադիր լինի իրանց ունեցվածքներին ու ուշադիր լինի Կոնջորյանի ծախսած գումարներին։ Այդ շինթույլտվությունների բաների հարցով հարց չկա, մենք պատժվեցինք, մենք մեղավոր էինք, բայց այդ խի մենք կպատժվենք ու իրանք չեն պատժվի։ Խի կարան իրանք ունենան միլիոններ, մենք չենք կարող ունենանք, ասենք մենք էլ ենք, էլի մենք թիմակի ժողովուրդ էինք, մենք ումից ենք պակաս, մենք էլ ենք, էլի ուզում փող աշխատենք, ինչ ա եղել։ Դե եթե ճշտով խոսանք, ճշտով խոսանք։ Մենք ճիշտ է, անարդար ճանապարհով որոշեինք զիգ աշխատենք։ Դա սա է արդեն իրական նշանակություն չէ, բայց դրա մասին ես կխոսամ։